Ես հիմա ձեզ մի շարականի մասին եմ պատմելու, որը մեծ տոների օրերին փոխարինում է պատարագի առաջի շարականին, խորհուրդ խորինին։ Ու իմ կարծիքով ամեն մի թասիբով քրիստոնյա հայ անձնավորություն այս շարականը պետք է լավ իմանա կամ այս շարականի մասին գոնե պետք է իմանա։ Հիմա ես ձեզ կնվագեմ այդ շարականի սկիզբը, միգուցե դուք ճանաչեք, ապա ձեզ կպատմեմ շարականի մասին, բառերի իմաստի կարևորության մասին, եւ հետո կերկեմ այդ շարականը։ Խնդրում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ, համբերությամբ լսեք այս ձայնագրությունը։ Ու եթե դուք էլ հասկանաք, որ սա շատ կարևոր է, որ մենք իմանանք, թե մենք ով ենք, որտեղից ենք եկել ու ինչ ենք անում, ինչ ծրագրի մեջ ենք, դուք էլ կիսեք այս ձայնագրությունը ձեր էջերից, որպեսզի մեր ժողովուրդը չկորցնի իր քրիստոնեական ինքնությունը ու իմանա այս բաների մասին։ Ուրեմն եթե դուք պատարակներին միշտ մասնակցում եք եւ ժամանակին եք գնում առանց ուշանալու, երբեմն լսած կլինեք այս շարականը։ Ծանոթ էր այս շարականը։ Այս շարականը կոչվում է հրաշափառ։ Այն օրերին, երբ որ պատարագիչ է մատուցում ամենայն հայոց կաթողիկոսը, պատարագիչն է ամենայն հայոց կաթողիկոսը կամ եպիսկոպոս է պատարագիչը, պատարագը խորհուրդ խորինի փոխարեն սկսվում է հրաշափառ այս գեղեցիկ շարականով։ Ինքը իսկականից sense հրաշափառ, տարածական, երաժշտական իմաստով շարական է, քիչ հետո որ երգեմ նվագելով դուք էլ կտեսնեք։ Այս շաբաթ օրը մեր եկեղեցական օրացույցի մոտ Գրիգոր Լուսավորչին նվիրված մի տոն է։ Դրա համար էլ հիմա մենք այդ հնգորյա պահքի մեջ ենք, Լուսավորչի պահքի մեջ ենք։ Տոնը կոչվում է Գյուտ նշխարած Գրիգոր Լուսավորչի։ Գիտեք, իր կյանքի մի որոշ ժամանակում, երբ որ արդեն քրիստոնեությունը քարոզեց, տարածեց Հայաստանում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը թողեց կաթողիկոսական հարմար կոմֆորտով, սենց ասեմ, չնայած այն ժամանակ չգիտեմ կոմֆորտով էր թե չէ, գահը եւ գնաց ճգնելու։ Ի նկատի ունեցեք, այս մարդը լիքը չարչարվել էր Քրիստոսի համար։ Այս մարդը 15 տարի ապրել էր խորվիրապի գբի մեջ, այդ վիրապի մեջ, երբ որ սողունները ասում է գալիս էին իր վրայով, բայց իրեն ամեն օր հրեշտակ էր այցելում։ Ինքն է այս մասին ասում, գրված է Ագատ Հագեոսի հայոց պատմության մեջ, եւ այս մարդը սովորել էր երկնքի հետ ապրել, երբ որ հրեշտակների հետ էր խոսում։ Թողեց կաթողիկոսական գահը իր որդուն եւ ինքը գնաց ճգնելու։ Քարայրների մեջ մենակ ճգնում էր եւ հետո երբ որ արդեն տեղափոխվեց այս երկրից երկինք, հոգին ավանդեց, իրեն գտան հովիվները եւ հովիվները իրեն քարայրի մեջ տեսան, որ կաթողիկոսական զարթու բանով հակոստով ծերունիա այնտեղ հոգին ավանդեց, մարմին է, իրեն դրեցին քարայրի մեջ, այդպես անթեղեցին, այդպես է կոչվում եւ գնացին։ Եվ Մովսես Խորենացին ասում է, որ սա հատուկ լավ էր այսպես որ եղավ, որպեսզի նորադարձ հայ ժողովրդի համար անխոհեմ պաշտամունքի առարկա չդառնա Սուրբ Գրիգորի մասունքները։ Հետո երբ որ անցավ ժամանակ, հայերը ավելի հաստատվեցին քրիստոնեական հավատքի մեջ, Գառնի կանոնով մի ծերունու տեսիլք երևաց, որ այստեղ են Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Եվ այս շաբաթ օրը հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գտնելու այդ տոնը։ Եվ այդ օրը առավոտյան ժամերգության ժամանակ երգվում է նաև այս հրաշափառ շարականը։ Դրա համար ես ուզեցա ձեզ պատմեմ։ Հիմա ձեզ կերգեմ շարականը, բայց նախքան այդ ես ձեզ կպատմեմ, կասեմ շարականի բառերը։ Սկզբից գրաբար, ապա կասեմ աշխարհաբար թարգմանությունը։ Տեսեք, թե իսկապես ինչքան կարևոր է, որ կարող է հիմն լինել մեր բոլորի համար։ Հրաշափառ Աստված եւ միշտ բարեխնամող, որ առաջ գիտությամբ ըստ փրկություն Հայաստանյայց ըսկզնավորյալ ի պարթևական մեղապարտ ազգեն լուսավորիչ մեզ շնորհեցեր վասնորո բարեխոսությամբ սորա փրկիչ կեցոզ մեզ այժմ եւ իքո ահավոր գալստյան։ Եվ այս տունից հետո անմիջապես երգվում է թագավոր երկնավոր, որով որ պատարագի խորհուրդ խորին հիմնի վերջի տունն է։ Հիմա ձեզ ասեմ հայերեն թարգմանությունը այս երկու տուների։ Հրաշափառ եւ միշտ բարեխնամող Աստված, դու որ քո կանխագիտությամբ սկիզբ դրեցիր Հայաստանյայց փրկությանը եւ պարթևական մեղապարտ ազգից մեզ լուսավորիչ շնորհեցիր։ Նրա բարեխոսությամբ ով փրկիչ, փրկիր մեզ այժմ եւ թե քո ահավոր գալստյան ժամանակ։
երկնավոր թագավոր, քո եկեղեցին անսասան պահիր եւ քո անվան երկրպագողներին խաղաղության մեջ պահպանիր։ Սա հիմն է, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը Սուրբ Գրիգոր Լուսավորչին ուղարկեց, որպեսզի նրա միջոցով իր փրկության լույսը բերի եւ լուսավորությունը բերի մեր Հայաստան աշխարհին։ Դրա համար ասում է հիմնի մեջ հրաշափառ եւ բարեխնամող Աստված, դու որ Պարթևական մեղապարտ ազգից չէ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Պարթևական ազգից էր, Պարթևական մեղապարտ ազգից մեր համար լուսավորիչ բերեցիր, նրա բարեխոսությամբ եւ սկզբնավորեցիր մեր փրկությունը, նրա բարեխոսությամբ փրկիր մեզ այժմ եւ քո ահավոր գալստյան ժամանակ, այսինքն աշխարհի վերջին քո գալստյան ժամանակ, եւ երգում ենք խորհուրդ խորինի վերջի տոնը, որ միշտ երգում է պատարագի ժամանակ, թագավոր երկնավոր, քո եկեղեցին անսասան պահիր եւ քո անվան երկրպագողներին խաղաղության մեջ պահպանիր։ Իմանանք այս բաների մասին, սիրելի ժողով, սրանք շատ կարևոր են։ Հիմա տեսեք ինչ գեղեցիկ, իսկապես հրաշափառ ու փառավոր sense լիքը տարածություն ու լույս կա այս շարականի մեջ։ Հրաշափառ Աստված Եմիշ բարեխնամող, որ առաջ գիտությամբ ըստ փրկություն Հայաստանյաց սկզբնավորյա Պարթևական մեղապարտ ազգեն լուսավորիչ մեր շնորհեցեք վասնորը բարեխոսությամբ սորա Հրկիչ կեցած մեզ այժմ և իքո ահավոր գալստյան թագավոր երկնավոր զեկեղեցիս քո անշարժ բայա և զկրպագոս անվանդ քո բայա Այսպիսի կարևոր բաներ, այսպիսի կարևոր շարական։ Իմացեք այս բաների մասին, սիրելի ժողովուրդ, մտածեք այս մասին, իմացեք ձեր քրիստոնեական ինքնությունը։ Մի թողեք, որ այս աշխարհի չար քամիները հեռացնեն ձեզանից Տեր Հիսուս Քրիստոսին։ Պինդ բռնեք Տիրոջից, լսեք իր ձայնը, ապաշխարեք, նայեք ձեր սրտի խորքը, հեռացեք ամեն անօրենությունից ու մանր մունր նույնիսկ չարությունից։ Մի թողեք, որ որևէ փոքր անօրենություն սատանան ձեզ փոքր բան կարծել տա ու ասեք, լավ, դե մանր մունր բանն է, էլի ոչ, դրանով որոշվում է մեր բնութագիրը, դրանով որոշվում է մեր նկարագիրը Աստուծո առջև։ Դե լավ եղեք, սիրելի ժողովուրդ, տվեք ձեր երեխաները թող լսեն այս զայնագրությունը, պատմեք մարդկանց եւ կիսեք ձեր էջերին եւ փառք մեր Տեր Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին Հոր, Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Բարի օր բոլորիդ։